Լավ, խնդրեմ Արտակ ջան։ Հարգանքներս, պարոն Դավիթ, հարգանքներս, պարոն Փոխադարձ։ Արեք ձեզ։ Պարոն Գասպարյան, ճիշտ ասած չի ուզում հարցեր տալ, Արտակ Սարգսյան անունս, նորաստեղծ Քոչարի կուսակցության հիմնադիր Արթուր եղբայրներից մեկը, Տիկին Արաքսյա բարևձեզ։ Հիմա հարցեր չի ուզում տալ, բժիշկ եք, հատուկ հարգանք կա բժիշկներին, բայց մի քիչ զրպարտություն հնչեց բոլոր կուսակցությունները կամ թուրքահպատակ են, կամ ռուսահպատակ են, կամ արբանյակներ են։ Ճիշտ եք այդ գտնում, էլի պնդում եք, որ միայն բևեռն է ազգային։ Ձեր կուսակցությունը նոր է ստեղծվել, կապրենք կտեսնենք։ Լավ, մի հատ ուրիշ հարց։ Շփվում եք ձեր թմի հետ, հա։ Ոչ։ Այսինքն պարոն Սեֆիլյանի հետ կամ չեք շփվում։ Մեր թմի հետ իհարկե շփվում եմ։ Ես կարծեցի ձեզ նկատի ունեք։ Չէ, լավ, մի հատ հարց։ Սամվել Բաբայանը ասում էր, որ Ժիրայրը Շուշիի գրավմանը ընդհանրապես այնտեղ չէր, անտառում մոլորվել էր, այդ վիրավորումն է, այդ փափուկ մկանին էր կպած ու ժողովրդի լեզվով ասած փախած գյուլա էր։ Հիմա ես Շուշիի գրավման հրամանատարին գիտեմ, Պետրոսին, ու ես Ժիրայր անուն չեմ լսել։ Ղևոնդյան Պետրոսը, դաշնակ, շատ լավ մարդ, ինչ կասեք այդ մասին։ Այսինքն ինչ եք ուզում, որ ես Սամվել Բաբայանի բամբասանքները մեկնաբանեմ։ Չէ, ասում եք հատուկ ջոկատը ստեղծվել է Շուշիի գրավումից հետո։ Ես ձեզ փաստերով օրերով կասեմ, երևի դուք լավ բժիշկ եք, բայց որպես լավ զինվորական չեք կամ ընդհանրապես զինվորական չեք։ Այդ հատուկ ջոկատը, որ ասում եք Շուշին գրավել է, ստեղծվել է Շուշիի գրավումից հետո, ես ձեզ օրերով կասեմ, ամիսներով կասեմ։ Այո։ Եվ այսինքն հատուկ ջոկատը որ Ժիրայր Սեֆիլյանը Շուշիի ազատագրմանը չի մասնակցել։ Ես գիտեմ Շուշիի ազատագրման հրամանատարին, Պետրոս Ղևոնդյանին, որի տեղակալներ, որքան ես հիշում եմ, Ժիրայր Սեֆիլյանը, Պետոյի։ Լավ, փողերի Եվ իր զավակին կոչելա Պետոյի անունով։ Փողերի Եվ իր կորելը, զավակին կոչելա Պետոյի անունով։ փողերի կորելը գումարտակից ինչ կասեք, էդ էլ էր կեղծ։ Փաստեր ունեք, ինչ որ փաստեր կան։ Դե փաստեր ունեցողներ շատ կան, խոսակցությունները շատ են։ Փաստերը ներկայացրեք։ Ես ոչ հակակոռուպցիոնն եմ, ոչ բանն եմ։ Եթե իմ մասին փոքր այտենց բամբասանք լիներ, հակակոռուպցիոնը ինձ ձերբակալած կներ։ Հիմա հարցը գնում է, ինչու նրանք ձերբակալված չեն։ Ուրեմն փաստեր չկան։ Լավ, փաստեր չկան։ Որտեվ եթե փաստեր լինել, ով, բայց Ժիրայր Սեֆիլյանին կձերբակալեին։ Ժիրայր Սեֆիլյանը այդ ժամանակ բանտում էր։ Չէ, ուրիշ հարց է, այսի Տիկին Արաքսյա։ Լավ, բժիշկ եք, կյանքեր եք փրկում, Հիպոկրատի երթում ունեք, ձեր թմակիցները հայերի կյանքեր են խլում։ Ոնց եք հետի իրար հետ միացնում։ Օրինակ, փաստեր։ ՊՊԾ-ի գունդը։ ՊՊՑ-ի գնդի ժամանակ ինչ կյանք ա խլվել։ Մեր հայերի կյանք։ ՊՊՑ-ի գնդի 3 զոհից 2-ը ուրեմն սպանվել են ոստիկանության կողմից։ Ով է ասում դա։ Վկաները, տեսնողները եւ զոհերից մեկի հայրը օրինակ։ Հայրը, չգիտեն, կա տրասոլոգներ, որ դուք գիտեք տրասոլոգը ինչ է։ Լավ, մի հոգի է զոհվել։ Մի հոգի չի զոհվել։ Մի հոգին զոհվել է փոխհրաձգության ռիկաշետի հետևանքով։ Սա մեկ, երկրորդը ՊՊՑ-ի գունդի գրավումը
դա ապստամբություն էր եւ հետաքննությունը պիտի կատարվի այդ տրամաբանությամբ։ Ցանկացած ապստամբության ժամանակ լինում են ցավոք սրտի զոհեր։ Բաստիլի գրավման ժամանակ 100-ից ավել զոհ եղավ եւ Բաստիլի գրավումը հիմա համարվում է Ֆրանսիայի ազգային տոն։ Ես պատմությունը չեմ համարում ճշգրիտ գիտություն, մի գիտություն, որ կարող է խմբագրվի, ես ճշգրիտ չեմ համարում, Բաստիլի գրավումն էլ իմ գործը չի, ես խոսում եմ այդ փոքրականակ ազգը, որ դուք խոսում եք, ու մտնում են ձեր թիմակիցները, խփում են։ Դուք որպես բժիշկ երթում տված, նույնիսկ եթե ադրբեջանցի բերեն ձեր մոտ, դուք բուժելու եք։ Հիմա ես ասում եմ, ոնց եք այդ երկու հարցը իրար հետ միացնում, մի կողմից կյանք փրկել, մյուս կողմից ձեր թիմակիցները կյանք են խլում։ Իմ թիմակիցները որևէ մեկի կյանքը չեն խլել, սա մեկ ես կրկնում եմ։ Եղել է ապստամբություն, որի նպատակն է եղել կանխել վերահաս պատերազմը, այն ինչը որ մենք հետո տեսանք 2020 թվականին։ Բա ինչու պարոն Սեֆիլյանը Սերժ Սարգսյանի հրաժարականը չէր պահանջում ՊՊԾ-ի գնդի ժամանակ։ ՊՊՑ մտած տղաները պահանջում էին Սերժ Սարգսյանի Ես հրաժարականը։ գիտեմ, ես ասում եմ պարոն Սեֆիլյանը ինչու չէր պահանջում։ Պարոն Սեֆիլյանը բանտում էր։ Լավ, զենքը, որ ստացել է նագրադնոյ, ասենք, հա, ռուսերենով, հետ տվել է։ Ես չգիտեմ, այդ իրան կհարցնես։ Հարցնեք երևի։ Ես ձեր այդ դուքով ես բևերը լրիվ հենց դուք բևերի ժողովուրդը ջղայնանում եք, սկսում եք դույով խոսալ։ Ես ջղայնանում եմ, երբ որ մեզ փորձում են վերագրել են ինչ որ մենք չկանք եւ չենք։ Այսինքն ՊՊԾ-ի գունդը բևերը Սասնար ծռերի հետ չէր։ Բևերը նախ Սասնա ծռերից տարբերվող կազմակերպություն է, Սասնա ծռեր խմբի որոշ անդամներ, այո, հիմա Բևերի համակիրներ են։ Դες դրա համար հարցեցի, շփվում եք ձեր թիմակիցների հետ։ Անշուշտ, իմ լավ ընկերներն են։ Մի քանի օր առաջ ձեր թիմակիցները ասում են, այո, մենք Սասնա ծռերի արարքը պաշտպանում ենք, ես են, հիմա լավ։ Վերջի հարցը ստամ, որ Սասնա ծռերի ապստամբության շնորհիվ պատերազմը գոնե 4 տարով հետաձգվեց։ ես չեմ հավատում դրան։ Դա ձեր իրավունքն է։ Հիմա մի հատ էլ հարց, ձեր զինվորական գիտելիքները ինչքան է, պարոն Գասպարյան։ Այնքան որքան ես ստացել եմ ռազմական ամբիոնում։ Ես բուժ ծառայության լեյտենանտ եմ, ես զինվորական չեմ։ Հասկանալի է։ Լավ, հարցեր չունեմ, ուղղակի կխնդրեի այդ կուսակցություններից, որ խոսակ մի քիչ զուսպ լինեք, մենք կուսակցություն ենք, ոչ մի կուսակցությանը չենք զրպարտում, անուններ չենք տալիս, համաձայն ենք, անուններ չենք տալիս, բայց ձեր կողմից մի քիչ չեմ ուզում էլի։ Այն բոլոր կուսակցությունները, որոնք գործունեություն են վարում այսօր քաղաքական դաշտում, բացառությամբ մի քանիսի, օրինակ պահպանողական կուսակցությունը միացավ Բևերին, մնացած բոլոր օրինակ հայտնի կուսակցությունները ակնհայտ վարում են կամ պրոռուսական կամ պրոթուրքական քաղաքականություն։ Լավ, կարաք մի հատ կուսակցություն ասեմ դրանը տամ ու դուք ասեք, որ էդի Արբանյակը Ներողություն, պարոն Արտակ, ներողություն։ Որովհետև սա լինում է երկխոսության նման բան ու այստեղ մարդիկ են միացել։ Իդեպ դուք Շուշիի գումարտակի հետ կապված հարցեր եք տալիս, Շուշիի գումարտակի զինվորներից, հրամանատարներից հիմա ներկա է, որ պարոն Սեֆիլյանի զինվորն է եղել։ Արաքս ջան, ես մի բան ասեմ, այն բոլոր կուսակցությունները, որոնք ես տեսնում եմ, իմ իրավունքն է իմ գնահատականը տալ այդ կուսակցությունների գործունեությանը։ Եվ եւս մի բան, ներողություն, ելնում եմ նրանց քայլերի եւ նրանց ելույթների, շեշտադրումների հիման վրա եմ դա ասում։ Լավ, դուք կուսակցության համար ասեք, որ մի քիչ դուք կուսակցությունը ձեր Դուք կուսակցություն ներողություն, պարոն Գասպարյան։ Ես այդտեղ չգիտեմ ինչ շատ տգեղ բան եմ տեսնում։ Պարոն Արտակ,
դուք նեղեցիք, դուք ներողություն էլի, ներողություն, ավարտեն։ Ասում է դուք չեք կանգնացնում իրան։ Չէ, մենք կանգնացնում ենք, ուղղակի դուք հարցերի թույլ տվեք, դուք պահանջեցիք մարդը ձեր հետ դուքով խոսա, բայց դուք պարկած վիճակով եք խոսում մեր հետ, բոլորիս հետ։ Սա հարգանքի նշան է, որ դուք ցուցաբերեցիք լսարանին։ Տիկին Արաքսյան։ Ահա, շնորհակալություն։ Բոլորի նկատմամբ պետք է այդ նույն հարգանքը դրսևորվի։ Երկրորդը, ներողություն մի բան էլ ինձ գնահատական տալ, թե ես տգետ բաներ եմ ասում, թե չէ, դուք չէ որ պիտի տակ։ Ես տգետ բառ ասեցի։ Ես տգետ լսեցի։ Ես ասեցի տգետ։ Հա, դե տգեղ, եթե ես քաղաքական գնահատական եմ տալի որևէ կուսակցությանը, ինչով է դա տգեղ։ Թե ձեր գաղտնիքա, որ Հայաստանում կուսակցությունների մեծամասնությունը վերահսկվում է Կրեմլի կողմից, դա ձեր համար գաղտնիք է։ Ես չգիտեմ, եթե դուք Կրեմլում հատուկ մարդիկ ես ձեզ ասում եմ, չգիտեք իմացեք։ Այսինքն կուսակցության անդամներն են ձեզ ասել, ղեկավարն է թե Կրեմլը։ Այստեղ հարցը է։ Կուսակցության քայլերից ամեն ինչ երևում է։ Լավ, Տիկին Արաքսյան ջան, ես իշտեմ հարգանքը Ես կխնդրեի մնայեք մինչև Արտուր Հովհաննիսյանը, որը Շուշիի գումարտակի զինվոր է, նույն ինքը պարոն Սեֆիլյանի զինվորը, լսեք նրա վկայությունը։ Մի վարքյան կամո, Արտուր ջան միացրու։ Բարի երեկո հարգանքներս Հայեր ջան, ուղղակի Արտակ ջան, հարգանքներս բոլորի հանդեպ ես որոշ ազնական բան չունեմ, որից մի հետ կապված, բայց ինչ վերաբերում է ինչ դուք նոր հնչեցրիք Շուշի առանձնագի գումարտակի հետ կապված, ասելով որ Շուշի առանձնագի գումարտակը չի եղել, ես հիշեցման կարգով ասեմ եղբայր, մինչև Շուշի առանձնագի գումարտակը, այստեղ որոնք որ 90-ականներին պատերազմներին մասնակցել են, լավ գիտեն, գոյություն ուներ վաշտեր, առաջի վաշտ, երկրորդ վաշտ, երրորդ վաշտ, իսկ Շուշի առանձնագի գումարտակը, որ հետո ձևավորվել, եղել է հենց առաջի վաշտը, պատկերացրեք, այս իմացածը յուրաքանչյուր պատերազմ անցած տղա կարող է հիմնավորել հաստատել, որ սա հերորանք չէ, սա ինչ որ մի հատ որեցե մի հատ բան երևակայություն չէ, սա իրականություն է։ Մենք եղել ենք առաջի վաշտը, իսկ ինչ վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանի հետ կապված, որ ասում եք Ժիրայր Սեֆիլյանը չի եղել, Ժիրայր Սեֆիլյանը հենց Շուշի առանձնագի գումարտակի հրամանատարն եղել, իսկ մեր հարգելի Լուսայի Շադակ Պետրոս Ղևոնդյանը եղել է գումարտակի փոխհրամանատար։ Եղբայր կներեք, ես անկուսակցական եմ, նաև ասեմ, որ իմ ընկերները այսօր անկախ նրանից որ քաղաքական կուսակցության է աջակցում կամ կուսակցության անդամ է, ես անկուսակցական եմ, բայց երբ որ խոսքը վերաբերում է ճշմարտությանը, ես ասեմ, որ հարգանքներս բոլորին չի կարելի ընդհանրապես իրականությունը խեղաթյուրել։ Տեսեք, ես ձեր անձը չգիտեմ, չեմ ճանաչում։ Ես որևիցե մեկի ասելով ձեր անձի հանդեպ կարծիքներ չեմ իրավունք չունեմ ձևակերպել։ Եթե դուք խոսում եք այդ բայրը, դուք անձամբ գիտեք, տեղյակ եք, կարող եք հիմնավորել այդ ինչ որ նոր հնչեցրեցիք, իրուր այստեղ գտնվող 220 մարդկանց ներկայությամբ։ Պարոն Արթուր ջան, ուրեմն երբ որ Սամվել Բաբայանը հնչեցրել է ու պարոն Սեֆիլյանը, այսինքն ինչ որ դրան չի հերքել, ես հավատում եմ Սամվել Բաբայանին, կարող եք YouTube-ում նայել, ներողություն, կրկին խեղաթյուրվում է տեղի ունենում, որովհետև Սամվել Բաբայանը նույն ինքը վերջերս հայտարարություն տարածեց, թե իբր հոկտեմբերի 27-ի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը զանգել է, ասել է մորուքը սատկել է։ Ժիրայր Սեֆիլյանին այդ հարցը ուղղվեց հենց այս հարթակից, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց, որ բացահայտ սուտ է, կա դրա սղագրությունները, հանեք, լսեք, ես ոչինչ չեմ ավելացնում։ Ներողություն ավելացնեմ, վերջացնում եմ։ Կան դրա սղագրությունները եւ ինչ է կարծում, Ժիրայր Սեֆիլյանը ամեն անգամ պիտի Սամվել Բաբայանի սուտ հերյուրանքներին պատասխան տա, ով չգիտի ով է Սամվել Բաբայանը։ Սամվել Բաբայանը այն մարդն է, որ ամեն իշխանության ժամանակ մի նժարի ծանր կողմն է թեքվել։ Նույն Սամվել Բաբայանը մի ժամանակ մանդատը տալիս է ռուսին, իսկ հիմա էլ թրքացման ինտեգրվելու մասին է Սամվել Բաբայանը մասին է Բաբայանը հիմա բամբասում է կոմանդոսի մասին։ Տիկին Արաքսյան, կարելի է անել։ Ես կազմակերպեմ դրսից փորձագետներ բերեմ այդ լայ դետեկտորով, պարոն Ժիրայրը ու պարոն Սեֆիլյանն էլ, պարոն Բաբայանն էլ մասնակցեն ու այդ հարցերը տանք ու
Պարոն Դավիթի Եթե դուք ունեք հարթակում այդ հնարավորությունը, պարոն Արտակ, այդ lie detector-ը բերեք, Նիկոլին ու 4 նախագահներին նստեցրեք ու նման գործ արեք, որպեսզի երկիրը ժամանակներ կգա։ վիճակին։ Իրանց ժամանակներ կգա։ Պետք չի դուք Ժիրայրին ու Սամբելին նստացնեք։ Ժիրայրը առանց lie detector-ին էլ ամբողջությամբ ճշմարիտ խոսք ասում է։ Լավ, ես շնորհակալ եմ բոլորից հետ։ Շնորհակալություն։ Գնաս Արտակ ջան, մեկ հարց ունեմ։ Քեզ։ Բարը ձեզ, Աշա քույրիկ։ Քո գլխավորության բոլոր մեր հայրենիների միամշակի շնորհավորում։ Դավիթ ջան, քո գլխավորության բոլոր եղբայրներին բարևներ։ Մեծ հարցնամ էլի, Արտակ ջան, քեզ եմ հարցնամ։ Աղբերս այնց հավեսով խոսացի դուրս եկավ։ Ես էլ եմ ուզում կուսակցություն բացեմ, ուզում եմ անունել դնեմ ով չի ուզում մեր ծառը, պաժարանգիրը, անտառը։ Ինչքան փող է պետք։ Կուսակցություն բացելու ես կարամ ասեմ փաստաբանի գումարը մոտ 1 միլիոնի կարգի պլյուս պետական турք։ Ու այնտեղ համագումար պետք է որ այդ գաղափարը պետք է առաջ տանի։ Ինչ գաղափար։ Որ ով չի ուզում մեր ծառը, պաժարանգիրը, անտառը։ Հա, իհարկե պետք է, բավական։ Բա դրանց համար ինչքան փող պետք տամ։ Չէ, դրան փող չես տալու, դա դու ես սկսելու։ Այսինքն ես պետք է այնքան հավատամ իմ абսուրդին։ Արա մեծ մարդ եք, արա 2.5 միլիոն հայ ենք, արա մի Հայաստանում 138 կուսակցություն, արա։ Ինչն է դրա խնդրեմը։ Մեր Հայաստանի ես կուզեի քեզ հարց տայի, պրյամոյ կներեք էլի, վայ Գասպարյան պարոն, ես կուզեի քեզ հարց տայի, Հայաստանի Հանրապետության տարածքը ինչքան է։ 29800։ Առա քեզի 162000 կիլոմետր է։ Հայաստանի Հանրապետությունը 1922 թվականից հետո չի փոխել իր, չի փոխել իր բանը, ինչ են ասում են այն անասունի անունիչա, այն որ ասում անդադ փոխի, մոռացել եմ։ Այն Արենա եմ մոռացամ, ինչ ասեմ։ Սամարը մի քիչ չի փոխել Հայաստանի Հանրապետության սահմանները 162000 կիլոմետր է։ Ոչ մի ձևի չի փոխվել Կարսի դագավորից հետո դու օրենք ես փոխել չէ որ կուսակցություն փոխել դերեք պարոն Գասպարյան ես մեծ ներմալացավ ես կուսակցականներ եկել են սաղ երկրի հերանիցել եք արա դուք եք անիցի արա գնացեք արա ես ասում կամ տեսեք արա ձեր մալ կուսակցություն ինչ եք ուզում արա այս Հայաստանը Ինչ ես ներեգություն ժողովուրդ դու ինձ արա ես ասում ջղայնացել ես հենա բժիշկը վերևնա մի հատ դեղ վեկալ այդ բժիշկից կամ ինձ զանգի հեսա Փաշինյանի զանգեմ տենամ ինչ դեղ պետք է խմեմ որ դզվեմ քեզ եմ տալու զանգի արի ես ներեգություն ժողովուրդ դու ինձ տես ես քեզ դեղեր Ես խնդրում եմ միկրոֆոնը փակել եմ կամո միկրոֆոնը փակել եմ վերջացրեք Հայեր Ներեգություն, ես ես մի երկու րոպեր զբաղված եմ, չեմ կարող մոտնալ, բայց ոնց որ եթերը ես իմ ինչ, խնդրում եմ հարգեք ձևաչափը, բոլորին խնդրում եմ հարգեք ձևաչափը, բոլորին հնարավորություն տա, Կամո ջան, իվարկյան, Կամո ջան, աղբեր ես, Պարոն Դավիթ ջան, Ես հասկանում եմ, էլի աղբոտ ես հասկացա, ես մի անգամից եմ հասկանում, մեկ հասկանում գնամ, Պարոն Գասպարյան, մեկ հարց եմ տալու, այսքան վաղ ես լսում եմ, ես ես հաղորդի հարց տվան։ Մի հատ մեկը, մեկ հարց չտվավ, էլի։ Արեք մի հատ ուսումնական ձրի կենտրոն սարքենք, մի հատ օրինակ իմար բուժ կենտրոն սարքենք ձրի, այն անտերների համար, էլի։ Իրականում անտերների համար։ Արեք մի հատ սկսենք հələ մեկ հայոց պատմությունից, օրինակ սկսենք մեկ Հայաստանի Հանրապետությունից։ Ամեն մեկը իր աթոռի տեղն է կռիվանում։ Արա, բախի չեն գնում առաջիկից կռիվանեն հետո։ Մի կվադրատ մետր հող, գոնե մի կվադրատ մետրը մետրի վրա, որ աթոռ դնեն, արա։ Հարց եմ տալիս ես, էլի, դուք մի հատ ծրագիր ունեք, որպես բժիշկ, էլի, մի հատ ինչ-որ մի հատ տեղ 10-ից գոնե 2 հատ հիվանդի սիրտը ձրի օպերացիա անեք։ Ունեք այդ ծրագիրը։ Դու ես գիտեմ, դուք լավ սրտի բժիշկ եք։ Ես ինչքան հասկացա առողջապահության Ես ես որ շարունակամ, ես իմ սրտի հիմել ես իմ սրտի մասն եմ մտա, իմ մասն եմ մտա։ Կարա տես բաների, որ եկուցե մի սորը այսպես հավայի խոսացողների մալ ինֆարկտ ստանամ, գոնե ես փող չունեմ, ձերի օպերացիա անեմ։ Կարամ։
Հիմա սա կատակեր հարցեր թե ելույթ էր, ես չհասկացա։ Հարցը կայնված մարդը, կա հարցը կոնկրետ։ Իզման 100 հոգի մարդ կա մի Հայաստանում, որ ինֆարկտաստան եմ։ Ապուշ հարցերի համար, որ մարդը լուրջ բժիշկ եկել է, եկել են ասում են, ինչ ես մտածում Սամվել Բաբայանը մասի։ Արա Սամվել Բաբայանը բեսան փող ունի, կայֆոտ ապրում է, օրիկան 10-20 տարեկան կազետ ֆռմա։ Ընտանից լապեն, հետա կյանք։ Կամո հասկացան Կամոջան մեր հարցը ախպերս քեզ որ ես պաստուպի դեմարի ժալը բաներա գալի էջի վրա խնդրում եմ լայքել այ Բարի ես քեզ մի հատ բժիշկի կտանեմ, մի հատ իմ հետ կապնվի, ես քեզ բժիշկի կտանեմ։ Այսպես է դու իսկ Հա, всё, կամո Կամոջան, խնդրում եմ հարցը Կամոջան, չեղավ, է ցավը տանեմ, չեղավ ախպերս Արամ որնա, այ տղա, մի հատ այդ ակնոցները Ես խնդրում եմ շարունակել այս լեջը։ Արտակ ջան, խնդրում եմ էլի Ազգանով գերի համար այդ գզանգել Կամո Արոն Դավիթ չեղավ սենց, եթե պիտի սենց անենք Եկեք հարգենք էլի, ես սարքում ենք, ես ամեն ինչը ես հյուրդ նստած մեզի անպատվում է, ես Ախր հենց ես այդ պայն բանի մոտ չէի, Արտակ ջան, ես ներողություն եմ խնդրում, այդ պայն մի րոպեով Պարոն Գասպարյանը մեզ անպատվում է, այն մյուս հարց տվողը, ես Պարոն Գասպարյանը ձեզ ինչ է Մանիպուլյացիա է կանում, պարոն Գասպարյանը որևէ մեկին չի Կուսակցությունները լրիվ քաղաքական գնահատական է ասել Արտակ ջան, դա քաղաքական գնահատական է, ես դրա հետ Դուք գնահատական չեք ասում, դուք անհիմն հերյուրանքներ, որոնք Արաքս, լավ, եկեք ես ամեն ինչը Ասում եմ եկեք փորձագետ բերեմ, եթե անհիմն է, ինչի եք Ես ասեցի փորձագետ առաջինում համար բերեք։ Իվարկյան, ժողովուրդ չեղավ սենց, խնդրում եմ հարգեք իրար հարգեք, բանավեճ ենք անելու, թե վիճելու ենք, թե ինչա, եկեք քաղաքակիրթ պահենք մեզ, էլի ժողովուրդ, խնդրում եմ, ես ամեն ինչը ոչ մեկիս հաճելի չի, հասկանում եմ, հարցեր կա, սուրա, հարցեր կա, խնդիրա, չգիտեմ ամեն ինչը ուրիշ ձև է, բայց եկեք ես ամեն ինչը հարգենք էլի իրար